Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Այսօր հաղորդումը ուզում եմ սկսել սովետական մի հայտնի անեկդոտի մասին պատմելով։ Ասում են Կրեմլի առաջ մարդը գնում է ակցիա անելու, սպիտակ թուղթ է պահում, երբ հարցնում են, ասում են, իսկ ինչու ինչ-որ բան չես գրել, ասում է բոլորին ամեն ինչ հայտնի է։ Այնպես որ մենք էլ կարող ենք այսօր նստել, պարզապես լռել եւ բոլորին ամեն ինչ հայտնի կդառնար։ Բայց այնուամենայնիվ փորձենք ներկայացնել, թե այս շաբաթ ինչով է աչքի ընկել հայաստանյան իրադարձությունները։ Շաբաթը շատերին շոկ պատճառեց, շատերը զայրացան, վրդովվեցին, շատ արձագանքներ եղան տեղի ունեցած իրադարձությունների, բայց կարող ենք մի բան հստակ արձանագրել, որ այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւս մի կարմիր գիծ խախտեց։ Ըստ էության այս շաբաթվա իրադարձություններից ելնելով կարող ենք ասել, որ Հայաստանում դադարեց գործել իրավական համակարգը։ Չկա այլևս երկրում դատավոր, դատախազ, քննիչ, որոնք չեն կատարում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգները եւ խուսափում են օրենքը ոտնահարելուց։ Սամվել Կարապետյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը, ապա դրան հաջորդած կալանքի որոշումը իրոք շոկային էր, որովհետեւ չկար ոչ միայն մեղադրանք հարուցելու հիմք, այլ բացարձակապես կալանավորելու անհրաժեշտություն չկար այս պարագայում։ Որ կողմից ուզում ենք մոտենանք այդ խնդրին եւ տեղի ունեցած արարքի առումով, այդ հայտարարության իմաստով եւ առաջադրված մեղադրանքի հոդվածի հետ կապված, որը ինքը փոքր միջին ծանրության մեղադրանք է եւ առհասարակ չի ենթադրում կալանք։ Բայց շաբաթը նաև ցույց տվեց, որ իշխանությունը ցայտնոտային վիճակում է, սկսել է արդեն անել անկառավարելի, անվերահսկելի քայլեր եւ այլևս չի հետևում իր գործողությունների նաև արձագանքներին։ Շաբաթվա նույնիսկ մոռացվեց, որ ընդամենը մի քանի օր առաջ տնային կալանք էր տրվել Հովիկ Աբրահամյանին, ապա շաբաթվա ընթացքում մենք տեղեկացանք, որ անսպասելիորեն Նիկոլ Փաշինյանը այցելում է մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, Թուրքիա, եւ պատահաբար այդ օրերին Թուրքիայում պետք է գտնվի նաև Իլհամ Ալիևը։ Ինչպես կարող ենք գնահատել այս բոլոր իրադարձությունները եւ ինչ է դա նշանակում Հայաստանի Հանրապետության համար։ Իդեպ մեր խմբագրության հարևանությամբ ապրող կինը այսօր առավոտյան ինձ դեմ արդեմ դուրս գալով ասաց, փաստորեն գնացել է Թուրքիայում Հայաստանի դագաղի վերջին մեխը խփելու, այսպիսի ապոկալիպտիկ մարդիկ զգացումներ ունեն այս այցելության հետ կապված։ Իսկ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ օրինակ մեզ տված հարցազրույցում ասում է, որ փորձել են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում, չեզոք երկրի տարածքում, չի ստացվել եւ Նիկոլ Փաշինյանը այժմ գնում է Թուրքիա, որտեղ փաստորեն թշնամական երկրում, թշնամի հողի վրա երկու թշնամի փորձառու ղեկավարների հետ տետատետ հանդիպելու է մի մարդ, որը նույնիսկ չեզոք երկրներում չի կարողանում պահել արժանապատիվ ղեկավարի կեցվածքը, չէ՞, մենք Տիրանայում տեսանք ինչ տեղի ունեցավ։ Շատ բարի, տեսեք, նախ արտաքին քաղաքական իրավիճակը փորձենք հասկանալ, Թուրքիա այցելությունը, դրա դրդապատճառները եւ այլն։ Շատերն են կապում ներքաղաքական աղմուկը, որը արհեստականորեն ըստ էության բարձրացրել է երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը, ուղիղ կարող է համեմատական լինել արտաքին քաղաքական ճակատում տեղ ունեցող իրադարձությունների ֆոն է ապահովում, հա։ Տեսեք, երկար տարիներ մենք տեսել ենք, որ Արցախյան կարգավորման բանակցային գործընթացում միշտ էլ հակամարտող կողմերը միջնորդների կարիք են ունեցել։ Միջնորդի կարգավիճակ ունեցել է Ռուսաստանը երկար տարիներ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, եվրոպական այլ երկրներ։ Վերջին 2 տարին առնվազն մենք նկատում ենք, որ այդ միջնորդի դափնին ըստ էության ստանձնել է Թուրքիայի նախագահը եւ թուրքական միջնորդությունը այս իշխանությունները շատ ավելի հոժարակամ են ընդունում։ Բոլորի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գործում են չեզոք երկիր լինի, ոչ թե։ Բայց որ պարագայում ըստ էության մեծ եղբայր կարգավիճակը, որը տրված այսօր Էրդողանին եւ որի կրծքին հոնգոր երբեմն լացում է, երբեմն շփթում է, գիրքը կրծքին սխմած հանդես է գալիս, դա Նիկոլի բնական երանելիության վիճակն է։ Նույնիսկ դեմքին նայում ես, դեմքի արտահայտությունը ցույց է տալիս, որ այդ իրավիճակում, այդ կարգավիճակում ինքը ըստ էության
ինչ որ բավարարվածության զգացումի մեջ է։ Թուրքիան եւ Ադրբեջանը շատերը գիտեն, մեկ պետություն, մեկ ազգ, մեկ ազգ, երկու պետություն կարգավիճակով է, դա եթե բերեմ ամուսնական ընտանեկան հարաբերություններում, այո, կնոջ ամուսնու փոխհարաբերություն, այն որ Ալիևը Էրդողանի մոտ օրինական կնոջ կարգավիճակով է, շատերին զարմանք չի պատճառում, բայց այն որ Նիկոլը Թուրքիայի նախագահի մոտ հարճի կարգավիճակով է, անօրինական կնոջ կարգավիճակ է ուզում ստանձնա եւ սիրուհու կարգավիճակով հաճույք ստանա, դա նույնպես անթակույց է։ Կադրերից է երևում, նրանց բառապարաշարից, նրանց քաղաքականությունից երևում է, որ հարճի հոգեբանությամբ ինչպես է գնում Թուրքիա եւ փորձում է իր ծառայությունները մատուցել, ինչպես շարքային մարմնավաճառ։ Եթե դիմավորել ուշադրություն դարձրի, դիմավորելու կադրերում թուրք զինվորները, մեկը լավ էր բնորոշել, ասկյարները կանգնած են եւ Նիկոլը նրանց դիմաց կանգնած է։ Ինքը իր հայ զինվորների առաջ չի կանգնում, գնում է թուրք զինվորների առաջ է կանգնում։ Եվ նույնիսկ գլուխ է խոնարհում, իհարկե դա մեր համար ամոթ է, նվաստացուցիչ է այդ կադրերը, բայց նորից եմ կրկնում, իրենց պարագայում ոչ մի զարմանալու բան չկա։ Հարճի հոգեբանությամբ շարժվողը հայ հենց այդպես էլ պետք է իրեն պահի Թուրքիայի նախագահի մոտ։ Մի փոքր խոսենք բովանդակության մասին։ Իհարկե հաղորդումը նկարահանելու պահին մենք դեռ բավարար ինֆորմացիա չունենք, թե ինչ է տեղի ունենալու Թուրքիայում, սակայն տարբեր աղբյուրներից եկող տեղեկատվության հիման վրա ասում են, որ կնքվելու է ինչ որ մի նախնական փաստաթուղթ, ստորագրվելու է ինչ-որ մի փաստաթուղթ, գուցե դա լինի հայտարարության մակարդակի եւ այլն, որը լինելու է նախերգանքը խաղաղության այդ նշանավոր համաձայնագրի, որին գիշեր-ցերեկ երազում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ նախաստորագրման փուլում պարտադրվող պահանջների թվում թվարկում են մի քանի բան։ Մասնավորապես օրինակ ասում են, որ Թուրքիայի Ադրբեջանի պահանջով է նաև, որ հայ առաքելական եկեղեցու դեմ այսպիսի արշավ է գնում, որովհետև հայ առաքելական եկեղեցին դա հզոր ցանց է, որը ամբողջ աշխարհասփյուր հայերի համար կշիռ ունեցող մարմին է եւ կարող է ինչ-որ քաղաքականություն թելադրել, ինչ-որ process առաջ տանել։ Հիմա փորձում են ուրեմն կանխել այդ եկեղեցու ազդեցությունը, որպեսզի հետագայում որևէ խնդիրներ չունենան։ Դա մեկ, երկրորդը պայմանավորվածություն է ձեռք բերվելու, ասում են, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու մասին։ Դա է նաև Ադրբեջանի գլխավոր պահանջներից մեկը։ Եվ երրորդ հանգամանքը, որը նշում են, դա Սյունիքի ճանապարհ, միջանցք կամ ճանապարհ, իրենք տարբեր տերմիններ են օգտագործում, այդ ճանապարհը երկուստեք վերահսկողության տակ, Հայաստանի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ բացելու մասին է խոսք գնալու։ Ես դրանք ավելացնեմ 4-րդ նախապայմանը, որի անոնսը իրենք արդեն 2 տարի անուն խոսք հարեմտյան ադրբեջան կոնցեպտի եւ Հայաստանի Հանրապետություն շուրջ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին է։ Ես վստահ եմ, որ Հայաստանին ներկայացված պահանջների մեջ, եթե ոչ խաղաղության պայմանագրի տեքստում, ապա դրա հավելվածներում հաստատ այդպիսի նոր պահանջ գոյություն ունի, որի մասին բարձրաձայնվում է։ Ինչ է անելու Հայաստանի իշխանությունը, մեծ հաշվով Հայաստանի իշխանությունը այս գործունեությամբ, հատկապես հայ առաքելական Սուրբ եկեղեցուն հարվածելով, մի խնդիր է լուծում։ Մենք 1700-ամյա պատմության մեջ ունեցել ենք պետականության կորուստներ, պետականության ընդհատումներ, բայց եկեղեցին 1700-ամյա շարունակական ինստիտուցիոնալ հիշողության կառույց է։ Կաթողիկոսությունը երբեք չի ընդհատվել։ Եկեղեցու շուրջ հայկական համախմբումը եւ փաստացի պետության չգոյության պարագայում ունեցել են եկեղեցի, որը համահավաք հայահավաք առաքելություն է իրականացրել, հիմա նրանք զուգահեռ խփում են նաեւ դրան։ Այն որ Հայաստանի պետությունը այսօր դե յուրե գոյություն ունի, դե ֆակտո այդ պետությունը կազմակերպված է, արդեն կայացած փաստ կարելի է համարել։ Այն որ պետության չգոյության պարագայում պետք է հարվածել նաև եկեղեցու ինստիտուտին, որ երբևիցե չկարողանա համահավաք հայապան առաքելություն իրականացնել, այն ինչով զբաղված է այսօր Հայաստանի իշխանությունը։ Բայց գիտես, նաև կուզեի խոսենք այն մասին, որ մեր հասարակության մեջ այն խավը, որը մեծ վտանգներ է տեսնում այս իշխանությունների պահվածքից, նաև դժգոհություն են հայտնում նույն եկեղեցու պահվածքից, դժգոհ են նաև նույնիսկ Սամվել Կարապետյանի պահվածքից, ասում են, որ նրանք գնացին ինչ-որտեղ կոմպրոմիսների զիջելու ճանապարհով, որ եկեղեցին այնքան արմատական չի դրսևորում իրեն եւ չի առաջնորդում ժողովրդի պայքարը ընդդեմ այս իշխանությունների։ Շատերս կարող ենք շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք, բայց հաղորդման սկզբում բերեցիր մի անեկդոտի օրինակ, չէ՞, սպիտակ թղթի օրինակը։ Իսկ քաղաքականության մեջ երբեմն լոռությունը ավելի խոսուն կարող է լինել, քան բազմաթիվ խոսքեր։ Անընդհատ խոսում ենք, չէ՞։ Այդ խոսքից ինչ որ բան փոխվում է, ուզում ենք ակնկալիքները շատ են։ Հետևաբար այդ դեպքում լռության ասեց
եւ ես վստահ եմ, որ կաթողիկոսը հրաժարական չի տալու։ Վերջ, այդ վերջիկը կայացած է, այդ որոշումը կայացած է։ Հասկացանք, դե հիմա այդ ինձ ու քեզնից է կախված, չէ՞, արդեն մնացածը ակտիվությունը հազարավոր մարդուկ ինքնաբուխ են, անկազմակերպ են իրենց բողոքի ալիքը արտահայտում, հիմա պետքա դրան կազմակերպական տեսք տալ, դրան պետքա բոլորի ռեսուրսները մեկտեղել միտեղ, հասկանում ենք, չէ՞, որ առանձին ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Արթուր Վանեցյանը, ոչ Խաչիկ Գալստյանը, ոչ Արմինե Օհանյանը առանձին այն հայտնի ցախավելի հատիկների պես մենք խնդիր չենք կարող լուծել, խնդիրը միայն բռունցքն է, մեկտեղվելն է։ Այսօր քաղաքական որից է հովանոցի տակ, որից է դրոշակի տակ մեկտեղվելը անհնար է, հետևաբար մնում է եկեղեցին, բայց եկեղեցու տակ, երբ որ բոլորս համախմբվեցինք, ելի process-ը պետքա քաղաքական միս ու այրուն ստանա։ Առանց քաղաքական բովանդակության անհնար է երկրում իշխանափոխություն։ Այ մեզ մոտ մի քանի միֆեր են, որ քաղաքականությունը դա վատ բան է։ Եկեք չքաղաքական, ինչ process անում են, ասում են եկեք չքաղաքականացնենք։ Ախր անհնար է, իշխանափոխությունը մաքուր քաղաքական process է։ Պետք է քաղաքականացնես քաղաքական աստարտը, որ հասնես իշխանափոխության։ Ուրիշ եղանակ ուղղակի գոյություն չունի։ Եվ գիտես, այն մարդիկ, որոնք փորձում են արդարացնել, հա, իշխանությունների պահվածքը, ինչ որ բացատրություններ գտնել, բայց պետք է մի քիչ սթափ նայեն, հա, իրավիճակին։ Այս շաբաթվա ընթացքում օրինակ երկրի վարչապետն ասում է, որ ես ինձ լիարժեք վարչապետ եմ զգացել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ հայտարարեց Պրագայում, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Եվ տես ինչ մանիպուլյացիաներով ասում է, մենք ոչ թե Արցախն ենք կորցրել, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, թե դա ինչ է նշանակում, ով էր կորցրել Հայաստանի Հանրապետությունը, ինչու է ինքը գտել։ Մանիպուլյացիոն տեխնոլոգիա է, իդեպ ինքը այդ մտքի տրանսֆորմացիաների ասպարեզում բազմաթիվ այդպիսի մտքի գոհարներ ունի, չէ, երբ որ ինքը հպարտել իր պարտությամբ, հերոսա իր վախկետությամբ, չէ, երկրի վարչապետը Արցախի կորուստով, այս մտքերի շարքը կարելի է անվերջ ներկայացնել, թե ինչպես է ինքը ուղակի գլխի վայր շրջում իրողությունները։ Պատահական չէ, որ մարդիկ սկսում են կասկածել իր հոգեկան առողջությանը։ Մտածում եմ, որ առողջ, սթափ հայ մարդը չի կարող նման մտքեր արտահայտել, չէ՞։ Ինչպես չի կարող օրինակ հայտարարել, երբ որ Սամվել Կարապետյանն ասում է, ես աջակցում եմ հայ առաքելական եկեղեցուն եւ պատրաստ եմ իմ ձևով մասնակցել բառն է օգտագործել։ Գուցե միջամտել։ Հիմա սիրելի Արմին է, հենց այս պահին ես ու դու նույն արտահայտությունը անում ենք։ Եթե օրենքը պետք է լինի հավասար կիրառելի բոլորի նկատմամբ, եթե բոլորի մոտ չստացվի, ես պատրաստ եմ իմ ձևով միջամտելու, հա, հայ եկեղեցու պաշտպանությանը։ Հիմա պատկան մարմիններ, սա ընդունեք, եթե այն դեպքում կիրառելի է սահմանադրական կարգի տապալման հոդված, ապա ենթադրել է, որ մեր դեպքում էլ պետք է օրենքը հավասար ուժ ունենա։ Ինչու ես դու մեկին այդ արտահայտության համար կալանավորում ես, կարծում եմ, որ այստեղ ուղղակի խորքային խութերը շատ ավելի իր արձագանքը տես, ինքը ասում է ես քեզ այնպես կմիջամտեմ, այս ստահակ բառն է օգտագործում հայտնի գործարարի, հարգված մարդու հասցեին։ Ինչու ես օգտագործում նման բառեր։ Սա գալիս է նրանից, որ կյանքում ոչինչ չարածը, քարը քարին չդրածը, միայն մարդկանց անվանարկածը, բանսարկուն դառնում է երկրի ղեկավար, նա կարող է իրեն թույլ տալ այդպիսի խոսքեր։ Դրա համար, սիրելի հայրենակիցներ, մենք մարդուն պետք է նայենք իր արած գործերով, ոչ թե գեղեցիկ բառապաշարով, ոչ թե գեղեցիկ շռայլ խոսքերով, Դե արդեն գեղեցիկ է չի, բառապաշար արդեն խայտարակ գրեկաբանությունը ի վերջո, երբ որ մարդու կրթական ցենզը իջնում է տարիների ընթացքում, գրեկաբանությունը դառնում է քաղաքական մշակույթ, հետևաբար իրենք արդեն սպառման առարկա են գտնում ոչ թե V գեղեցիկ կատեգորիաները, ոչ թե փիլիսոփական վերացարկումները, այլ փողոցային գրեկաբանությունը։ Հիմա փողոցային գրեկաբանության մեջ Նիկոլից ավելին էր միայն Դոգը, որի ձայնը այս օրերին չի լսվում, եւ այդ դաշտն է փաստացի լրացնում Նիկոլ Փաշինյանը իր բառապաշարով։ Չի եւ պետք է եւ իր տիկինն էլ հետ չի մնում իդեպ ասեմ, իշխանական զույգը աշխատում է սինխրոնիզացված շատ այդ առումով։ Ես չգիտեմ, կան մարդիկ արդյոք, որոնց դուր է գալիս այդ բառապաշարը եւ դա ինչ է տալիս իրենց, հա, որ լսում են ինչ զգացումներ են ունենում, բայց պետք է բոլոր ստապ մարդիկ հասկանան, որ չի կարելի նման մարդը, նման հոգեվիճակ, նման պատկերացումներ ունեցող, իրավական նման գիտելիքներով, իր իրավասությունները, լիազորությունները չպատկերացնող, սահմանադրության
տարրական նորմերը խախտած։ Մարդը չի Միայն կարող Սամվել մնալ իշխանության Կարապետյանին գլխին։ ձերբակալելով համանդրական եւ հեծը ազգայնացման այսպիսի ականջահաճո թեզը առաջին համանդրության 10-ից ավելի հոդվածներ են ըստ էության խախտված։ Մարդու սեփականության անդիմադրության իրավունքը, հա, պետության սեփականության բոլոր ձևերը հավասարապես պաշտպանության մարդու անձնական կյանքի եւ այլնի գաղտնիության այդ բոլորը ըստ էության այսօր առ ոչինչ է ճանաչվում սրա կողմից։ Ոչնչացրել է այդ ամեն ինչը։ Գիտես, բայց հետաքրքիր բան կա։ Հիմա օրինակ ես կարծում էի, որ ցանկացած մարդ ինքը պետք է մտածի, որ եթե Հայաստանի ամենապաշտպանված մարդկանցից մեկը, դե Սամվել Կարապետյանին կարող ենք, չէ՞, այդպեսին անվանել, հա, մարդը մեծահարուստ է, լավ ճանապարհ է անցել, լավ ընկերներ ունի, պաշտպանվածությունը կարա երկակի մեկնաբանության տեղիք տա ամենահաջողակ մարդկանցից մեկը։ Այո, եւ հաջողակ եւ պաշտպանված է դառնում։ Այս process-ի մեջ, այս իրավիճակի մեջ ես նաեւ մի հետաքրքիր կարծիք ունեմ, պատճառ ունեմ, որը հետեւյալն է, որ այս 30 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ուղղակի թույն է սրսկվել հաջողակ մարդու նկատմամբ, որովհետեւ ատելությունը, հա, հաջողության պատմությունները հաջողակ մարդու նկատմամբ ձևավորված է ատելության, հա, այսպես ասած, չարակամության մի այնպիսի ալի, որ բոլորը մեծ մասը կարան եւ հա, տեսեք, սրան էլ պատժեցին, սրան հասնում էր եւ այլն, հա, այսինքն հաջողակ մարդը, դու հաջողակ խմբագիր ես, լրագրող ես, քո ոլորտում կայացածներից ես 1000 հոգու համար դա նախանձի ու չարության առիթ է։ Ես իմ ոլորտում կայացած գիտնական եմ, պրոֆեսոր եմ, գիտության մեջ ինչ որ վաստակ ունեցող եմ, հազարների համար դա կարող է լինել, որ այս հաջողակ այս դեպքում հաջողակ մարդու դեմ ատելությունը հրահրում է ինքը իշխանությունը, որ ընդամենը մի քանի տարի առաջ ասում էր աղքատությունը ձեր գլխում է, հարստացիր եւ հարստացրու։ Մի քանի տարի առաջ նույն այդ մարդու կողքին կանգնած որպես հաջողության պատմություն է, թե ինչպես է ազգային, երբ որ ասում էր, որ կապիտալը ասում են ազգություն չի ճանաչում, բայց տեսեք Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան երկուսն էլ ինչպես իրենց ազգային կապիտալը ներդնում են իրենց հայրենիքում, երկուսն էլ ցավոք այսօր ձերբակալված են, մեկը Բաքվի բանտում, մյուսը հայկական պետականության սահմաններում։ Եվ բոլոր մարդիկ, բոլոր մտածող մարդիկ պետք է հասկանան, որ ոչինչ չի խանգարելու, որ իրենք հայտնվեն այդ նույն թիրախի դերում։ Նույն Սամվել Ալեքսանյանը, նույն Խաչատուր Սուքիասյանը պետք է իմանան, որ երբ որ մի փոքր ընդվզեցին կամ ինչ որ մի բանով դուր չեկան այդ առաջնորդի քիմքին, նույն բանը անելու է իրենց նկատմամբ, ոչ մի տարբերություն չկա։ Տեսեք, օրինակ Սամվել Ալեքսանյանը հաջողակ գործարար, չէ՞։ Ուղղակի երևի մեկ հանգամանք է Նիկոլին դեռ խանգարում, որպեսզի Սամվել Ալեքսանյանի վրա էլ բորենիական հարձակում չիրականացնի։ Սամվել Ալեքսանյանը երկիր ներմուծում է ստրատեգիական նշանակության այնպիսի ապրանքներ, որոնք ստեղը իրենք դեռ չգիտեն կամ իրենք դեռ դա չեն կարող ապահովել։ Հենց կարողացան Այլուրը, Շաքարավազը, ստրատեգիական նշանակության բարենային անվտանգության զամբյուղում գտնվող ստրատեգիական նշանակության ապրանքներ իրենք կարողացան մտցնել երկիր, նույն օրը Սիթիների ցանցին փոխարինելու են հայտնի այն բուծած օլիգարխի ցանցը, հա, այնպես որ թվում է Նիկոլ արդեն չի էլ մտածում այդ մասին, որ ինչ որ մի բանի վրա, այսինքն Նիկոլենք մտածում են հետեւյալը, այս երկրում փող միայն աշխատելու են իրենց փոխկապակցված մարդիկ, հա, այդ փող աշխատելու ձևերը այս 7 տարվա ընթացքում իրենք ոչ թե պետության կառավարման մասին են մտածել, ոչ թե գիտելիքներ են կուտարել, թե ինչպես արդյունավետ կառավարեն երկիրը, այլ ինչպես խլեն բիզնեսները ուրիշներից եւ ինչպես այդ փողը իրենց գրպանները հոսի։ Ուրիշ ոչ մի պատճառաբանություն գոյություն չունի հասարակությանը։ Այո, ինձ համար եւ անսպասելի չի եւ ցավալի չի, սենց ասեմ, նույնիսկ ես այդ որ մարդիկ տենց շոկ են ապրում, վայ տեսակ ինչ գրեց, ինչ ասեց, եկեղեցու հասցեին Սամվել Կարապետյանը, ես դա գիտեի, որ այդպես է շարունակությունը դա է լինելու, այո, որտեղ դրա նշանները բոլորը կային։ Առաջին երրակի մեջ ես գտնում Նիկոլագետների, ովքեր որ Նիկոլին լավ են ճանաչում։ Չէ, հետո գիտես 18 թվականից հետո իր արած հայտարարությունների դե դինամիկան հետևում ես, դու հասկանում ես, որ դա վերջ չունի, դա կամած ինքը ավելի է հեռուն գնալու, բայց ինձ շատ զարմացնում, զայրացնում, հուսահատեցնում, տխրեցնում է այս դատավոր դատախազ քննիչների պահվածքը։ Լավ, ասենք, գիտես, կարող են քեզ նաև հանձնարարել, կարող են նաև խանգարում ստանա քո ղեկավարը, կարող է նաև ունենա
ապօրինի ինչ որ բաներ անելու ցանկություն, ինքը դեռ պաշտպանված է, դեռ չի մտածում հետևանքների մասին, բայց դուք քննիչ դատախազ, երբ որ նման մեղադրանք եք առաջադրում, պաշտպանում եք, երբ որ դատարանում կալանքի որոշում է տալիս այդ դատավորը, ինչ են մտածում այդ մարդիկ։ Իրենք մտածում են, որ իշխանափոխությունից հետո հանկարծ կարող են պլստալ, հա։ Իրանք կարող են էլի նորից է հավատարմության երթում տալ նոր իշխանությունները ու դրանով ինդուլգենցիա ստանալ։ Այ այստեղ է, որ հաջորդ իշխանությունը, որ փոխարինելու է Նիկոլին, post-Նիկոլյան Հայաստանում, պետք է կարմիր գիծը հստակ քաշվի։ Այն դատավորը, դատախազը, քննիչը, ռեկտորը, պրոռեկտորը, պաշտոնյան, ով որ խախտել է օրենք զուտ ծառայամտորեն, անվերապահորեն կատարելով իշխանության վերևից եկող հրամանները, նրանք նույնպես պետք է արժանանան համապատասխան պատժի, ոչ թե վհուկների որսի տեսքով, այլ օրենքի ողջ խստությամբ։ Եվ դա պետք է անել խիստ արագ։ Ոչ թե 7 տարի շարունակ նախկինների թալանի վերադարձի դատավորությունների շոու ունենալ, այլ ընդամենը 3-ից 4 ամսում, 6 ամսվա ընթացքում բոլոր դատական իրավական ակտերը պետք է կայացվեն, ու մենք ազգովի ազգային համերաշխությունը, հաշտությունը որպես մեզ համար համընդհանուր գաղափար ֆիքսելով արագորեն լծվենք այս իրավիճակից երկիրը հանելուն, ոչ թե հավերժորեն հետապնդենք թշնամիներին, չկա այդպիսի բան։ Կարմիր գիծը քաշվում է, համընդհանուր մորատորիումը հայտարարվում է, համընդհանուր այդ տնտեսականից սկսած մինչև քաղաքական այդ բոլոր մորատորիումները հայտարարվում են, բայց բոլորով լծվում ենք մեկ գործի՝ մեր ազգային պետականությունը նորից ոտքի կանգնեցնել։ Եվ ամենակարևոր բանը այս պահին ես մի հատ խմբագրական էի գրել, որ վախի հաղթահարումն է։ Եթե մարդիկ կարողացան հաղթահարել այդ վախը, հասկանալ, որ հենց ինքը ձեզ վախեցնողն է իր վախերի գերին, ինչ որ բան կփոխվի երկրում։ Դրա համար փոքրիկ հորդորս խորհուրդս, ես տանը այդպես եմ անում։ Ամեն օր ավելի շատ եմ ընթերցում Էջմիածնի տպագրած Աստվածաշունչը։ Խնդրում եմ սիրելի հոգևոր հայրեր, եկեղեցի Էջմիածին, կարծում եմ, որ դա գումարային առումով կոպեկներ է, հա։ Բոլորին հազարավոր, 100 հազարներով բաժանենք Աստվածաշունչ, սիրելի հոգևորականներ, հենց ձեր ամենօրյա կիրակնօրյա պատարակների ժամանակ այդ մի վախեցիրի թեզը խնդրում եմ մեր ժողովրդին ավելի շատ, որովհետև եթե Աստված մեր Տերն ու Տիրականն է, մենք բնական այս միջավայրում հողի վրա, ջրի վրա, երկնքում ուրիշ վախենալու բան չունենք, հա։ Հետևաբար եկեք այդ վախը թոթափենք մեր միջից, ամեն մեկս մեր ոլորտում, մեր տեղում։ Այդ մի վախեցիրը այնքան կրկնենք, որ դառնա ուղղակի մեր իսկապես կենսակերպի բան։ Ես վստահ եմ, որ այդ դեպքերում արդեն իրենց ոչ հարկային տերորը մարդկանց կվախեցնի, ոչ լրատվական տերորը կվախեցնի։ Մարդիկ կհասկանան, որ վերջ, այո, այդ մի վախեցինքը սատանայի վերջի ճիգն է մարդկանց ծնկի բերելու, ազգին ծնկի բերելու, բայց քանի որ մենք ունենք մեր հետևում զորավոր Աստված ու մենք գիտենք, որ մի վախեցիր, որովհետև Աստվածը մեր Տերն ու Պահապանը, մենք իսկապես շատ կհզորանանք, Արմինե ջան, շատ։ Եվ այս ցնցումները հենց վախի հետևանք են, պետք է հասկանալ, պետք չի վախենալ մի մարդուց, որ այսքան սարսափում է բոլորից, ոչ մի բանից, Սամվել Կարապետյանից, եկեղեցուց, ցանկացած հոգևորականից, ցանկացած լրագրողից։ Ախր իր կտուրի տանիքին ընկած քարից էլա վախենում։ Կառավարական առանձնատանը դիմայմա շոքերն ընկել է այս օգոստոսի ամիսն է, այնտեղ պետքա կրակը, չէ՞, քանի որ չեն ջրում, անջրտի տարածքները վառվում է, այդ խոտինքը այդ խոտի կրակից էլա վախենում։ Ու մարդիկ են տեսել, ականատես են եղել, թե ինչպես է մտել սեղանի տակ, ասել է ինձ վրա հարձակվում են։ Այնպես որ այդ վախկոտներից այո դժվար է ազատվելը, բայց կարևորը հայրենիքն է եւ մեր պետության ապագան է, որը մենք այսօր պետք է թույլ չտանք ինչ որ մարդիկ վտանգեն։ Ուղղակի քանի որ մեր լեքսիկոնում շատ բառեր են իրենք փչացրել, այդ դուխով բառը, չէ, վերցրեցին, սարքեցին կարգախոս, հիմա բերանս չի բացվում, ասեն, որ Ժողովուրդ ջան, դուխով, չէ, ոգով արիացած, հավատով զորացած, կամքով տոգորված գնանք ու իրար հետ փորձենք այս խնդիրը լուծել ազգով։ Այ, ապրես։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։